միջոցառումների մի մասը, փոքրիկ ակցիաներ, սիմվոլիկ 55 վայրկյան տևողությամբ փողոցների վրա արեցինք իրազեկման ակցիաներ, որովհետև այսօր 17:30-ին Մասիսի երաժշտական դպրոցում համերգ պետք է լինի նվիրված Բագրատ arczepiskopos Գալստանյանի, Բագրատ Սրբազանի 55-ամյա 55-ամյա հոբելյանին մասնակցությամբ սիրելի երգիչ երգչուհիների, պոեզիայի ժանրի ներկայացուցիչների, արվեստի, մշակույթի գործիչների, անունները կարող եմ նշել, բայց Արսեն Սաֆարյան, Մրոն մեր, Դավիթ Ամալյան, Շուշան Պետրոսյան, այո, հայ մարդիկ, արժանապատիվ հայ մշակույթի գործիչներ, որոնք նաև պայքարի ժամանակ քայլել են, եղել են Բագրատ Սրբազանի կողքին, անցել են այդ ճանապարհը հայրենիքի համար, ցավոք Բագրատ Սրբազանն այսօր այդ ճանապարհի ընթացքում կալանավորվեց, պայքարի եւ հայրենիքի կալանավոր է, իսկ ԱԱԾ շենքի դիմաց ուղղակի խորհրդանշական տորտ կլինի, այդպես որոշակի երևի ելույթներ կարճ եւ այնուհետեւ փաստաբանները կմտնեն ներս, կշնորհավորեն հարգարժան Սրբազան հոր 55-ամյա հոբելյանը եւ այնտեղ նամակներ են բերելու ժողովուրդը թղթի վրա գրված իրենց մաղթանքներով դա կտանեն ներս, կփոխանցեն Սրբազան հորը, քանի որ ինքը արտաքին աշխարհի հետ էսպային կապ չունի։ Մեր ակցիան էլ իրազեկման, որպեսզի մարդիկ իմանան, որ արդեն շուրջ 1 տարի, 10-11 ամիս արդեն 330 օրից ավել սիրո քարոզիչ, լույսի առաքյալ, ճշմարտության պատգամաբեր մեր հարգարժան Սրբազանը կալանավորված է եւ բանտախցում է։ Դուք նշեցիք, որ 50 վայրկյան կտրվածքով փողոցներ եք փակում, ինչ-որ խոչընդոտներ չեն եղել։ Չէ, նորմալ էր, փառք Աստծո։ Ամեն ինչ քաղաքացիները ողջունում են, միանում են։ Մեծամասամբ այո, մեծամասամբ այո։